թե Ուկրաինայի իշխանությունները եւ թե մանավանդ Ուկրաինայի ժողովուրդը դա չընդունեց։ Հիշենք, որ ռուսական զորքը հասավ Կիև, մոտեցավ Կիևին, սակայն ուկրաինացիները ավտոմատները վերցրեցին եւ իրենց շենքերից սկսեցին այդ զորքի վրա կրակ բացել։ Եվ Ռուսաստանը հայտնվեց այն վիճակում, որում հայտնվել է այսօր, եւ չի կարողանում օկուպացնել Ուկրաինան։ Մեզ համար ինչ է դա նշանակում։ Եթե նա կարողանար այդ 4 օրում կամ 14 օրում Ուկրաինան օկուպացնել, հաջորդը մենք էինք։ Նա ներխուժելու էր այսօր Կովկաս, որովհետեւ այսօր Կովկասը նույնպես այդ վտանգը դուք ճնշված համարում եք։ Ոչ իհարկե։ Ոչ իհարկե եւ ես կարծում եմ, որ եթե Ռուսաստանը ուկրաինական պատերազմում ջախջախիչ պարտություն չկրի, այդ վտանգը չի սպառվել, որովհետեւ նա կարող է ուրեմն Ուկրաինան համարել, որ Ուկրաինան չստացվեց, լավ փորձեմ այսօր Կովկասը գոնե